Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին այսօր Արմավիրի բանտից տեղափոխել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, ինչն է պատճառը, որ 5 օր անց գործարարին բերել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբն էլ դեռ որևէ հայտարարություն չի արել։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 19-ին ու տեղափոխվեց Արմավիրի բանտ։ Նրա նկատմամբ խիստ ռեժիմ էր կիրառվել, սահմանափակված էին տեսակցությունները։ Այո, իր տեսակցությունները եւս սահմանափակվել են, ինչի համար եւս դրան պատասխան չունեմ, դատական ակտից դա որևէ կերպ հնարավոր չի ընկալել։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու հրապարակային կոչերի համար։ Նա վարչապետի թիրախում հայտնվեց հունիսի 18-ին հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Փաշինյանը վիրավորական գրառմամբ սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների ակտիվացած բարեգործներին ու դրանից հետո ոստիկանները գնացին Կարապետյանի առանձնատուն, նրան ձերբակալեցին, իսկ հետո կալանավորեցին։ Պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանն Ազատության հետ զրույցում պնդել էր, կատարվողը քաղաքական հետապնդում է։ Իրավապահները առաջնորդվել են վարչապետի ֆեյսբուքյան գրառումներով։ Ի սկզբանե ազդարարվեց, որ պետք է նախաձեռնվի քաղաքական հետապնդում եւ այն ի կատարածվեց։ Գործարարի պաշտպանական խումբը կալանքի որոշումը դեռ չի բողոքարկել։ Դիմել էին վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց դիմումը հետ վերցրել։ Երբ հայտնի դարձավ, գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Փաստաբանները հայտարարեցին, թե չեն վստահում։ Նրանց խոսքով ցածր վարկանիշ ունի դատավորը եւ քաղաքական որոշումներ կայացնողի համբավ։ Պաշտպանական խումբը հնարավոր է կալանքի որոշումը բողոքարկի Եվրադատարանում։ Միջազգային ատյանների գործիքակազմը եւս իրացվելու է։ Անազատության մեջ գտնվող միլիարդատերը կալանավայրից ակտիվ քաղաքական ուղերձներ է հղում, վերլուծում իշխանության գործունեության հետևանքները։ Այսօրվա նամակում էլ անդրադարձել է խորհրդարանի իշխող խմբակցությանը։ Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի, չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, փոքրիկ խմբակը չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը։ ՔՊ-ի այն անդաստիարակ հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները։ Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար եւս այս ամենը մեղմ ասած զզվելի տհաճ է։ Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները։ Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու, պայքարելու ենք։ Սամվել Կարապետյանի ուղերձները ավարտվում են պայքարելու ենք կոչով։ Իշխանամայր շրջանակները Ռուսաստանաբնագործարարին համարում են Կրեմլի պրոյեկտ Հայաստանում իշխանափոխության հնարավոր խողովակ։ Այս մեկնաբանությունները գործարարի եղբոր որդին Տաշիր խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Ազատության հետ զրույցում մանիպուլյացիա էր որակել։ Եթե մեկը ինչ-որ քաղաքական գիծ է տեսնում, թող հաշվի առնեն մի բան, դա ուղղակի ինչ որ հակազդելու գոնե փոքր նյութ գտնելու համար մանիպուլյացիա է, որպեսզի կարողանան ինչ որ թերություն գտնեն ու իրենց ինչ որ ձև արդարացնեն։ Ազատազրկված գործարարը ուղերձներից բացի գործնական քայլեր է անում։ Նրա նախաձեռնությամբ փաստաբանական խմբեր են ստեղծվել, որ անվճար աջակցեն այն մարդկանց, որ ապօրինի քրեական հետապնդման ու անարդարության զոհ են։